Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն դեկտեմբերի 24 Աղքատացավ ձեզ համար Երկրորդ Կորինթացիների 8:9 Տեր Հիսուս Քրիստոսը հավիտենապես հարուստ էր, մեծարված և փառավորված, բայց լինելով հարուստ նա այնուամենայնիվ աղքատացավ մեզ համար։ Ապահովված քրիստոնյաները ճշմարիտ քրիստոնեական շփում չունեն պակաս ապահովված եղբայրների ու քույրերի հետ, եթե չեն ծառայում նրանց կարիքներին։ Այս սկզբունքը կիրառելի է եկեղեցու գլխի և անդամների մեջ փոխհարաբերությունների վերաբերյալ։ Հնարավոր չէ, որ Տերը մեզ հետ հաղորդակցության մեջ լինի, չպարգևելով մեզ անհաշիվ հարստություն և չաղքատանալով, որպեսզի մեզ հարստացնի։ Եթե նա մնար փառքի գահի վրա, իսկ մենք առանց փրկություն ստանալու մնայինք մեր ընկած վիճակում, շփումը ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս կողմից անհնարին կլիներ։ Եթե չլիներ շնորհքի ուխտը, ապա իրավիճակը, որում մենք հայտնվել էինք, անկման հետևանքով անհնարին կդարձներ ընկած մարդու շփումն Աստծու հետ։ Դրա համար, որպեսզի հաղորդակցությունը կարողանար կայանալ, հարուստ ազգականն իր աղքատ ազգակիցներին նվիրեց իր ամբողջ կարողությունը։ Արդարացած Փրկիչն իր կարիքավոր բարեկամներին օժտեց սեփական կատարելությամբ, որպեսզի մենք խղճուկներս և մեղավորներս իր լիությունից անսպառ շնորհք ստանանք։ Մեկն իջավ բարձրունքից, որպեսզի տա, իսկ մյուսը բարձրացավ անդունդի հատակից, որ վերցնի, և այսպիսով նրանք մտերմացան իրար հետ իրական անկեղծ շփման միջոցով։ Աղքատը պիտի հարստանա նրանով, ում մեջ ամփոփված է անհամար գանձեր, մինչև կկարողանա նրա հետ շփվել, իսկ մեղավորը պիտի հագնի իրեն վերակարգված արդարության հագուստները, որ նրա առաջ անարատությամբ քայլի։ Հիսուսն իր ժողովրդին հագցնում է իր հագուստները, այլապես նրան չի ընդունի փառքի թագավորություն։ Նա լվանում է իրենց իր սեփական արյամբ, այլապես նրանք կմնան արատավորված ու չեն կարողանա շփվել նրա հետ։ Իմ հավատացյալ ընկեր, այդպիսին է Աստծո սերը։ Հիսուս Քրիստոսն աղքատացավ հանուն քեզ, որպեսզի քեզ թույլ տար մտնել իր հետ շփման մեջ։